Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ միայն եկեղեցում իշխանափոխություն իրականացնելն է, այլ նաև հայ առաքելական սուրբ եկեղեցու դավանող արժեքները վերացնելը, վերափոխելը։ Այս իշխանության համար ամեն ինչ ստորադասվում է մեկ անձի ցանկությամբ։ Եվ հետևաբար ես ավելի շատ ուզում եմ, որ եկեղեցու ներսում այս ամենը գիտակցեն, հասկանան, որ չի կարող այդպիսի բան լինել, որ դու փորձես քո ներքին խնդիրը լուծես քաղաքական իշխանության մեթոդներով։ Եթե այդպես լիներ, հայ եկեղեցին 1700 տարի չէր դիմանա։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը հիշում եք տարիներ առաջ, երբ որ Պապ Թագավորի մասին էր խոսում, իրեն դրել էր Պապ Թագավորի տեղ եւ ասում էր Պապ Թագավորը այս անգամ չի սպանվելու եւ այլն, ինքը այդ մեթոդներով փորձում է հիմա սպանել հայ եկեղեցին եւ նրա առաջնորդներին։ Այդպես բան ուղղակի չի եղել հայ ժողովրդի պատմության մեջ, նույնիսկ թատար-մոնղոլական ժամանակներում չի եղել, հա, եկեղեցու սրբազաններին տևական ժամանակ անազատության մեջ պահելու։ Հայ ժողովրդի պատմության մեջ այս շրջանը հիշվելու է որպես հակահայկական, հակաեկեղեցական, հակապետական, անբարոյական, անամոթության մի ժամանակահատված, երբ որ իշխանությունը այս բոլոր իր գործողություններով փորձում է ոչնչացնել հային։